Բարև բոլորին, ես շարունակում եմ իմ վիդեո դասերի շարքը եւ այսօր անդրադառնալու եմ loft-ին, loft գործիքը, որ այստեղ line-երի հետ աշխատում, ընտրում ենք component object-ի միջից loft-ը, այս պահին passive է, քանի որ չունենք line-ով ընդգծված ուղղություն, այսենց այս ձևով sense մի հատ գիծ պետք է ունենանք եւ նոր ակտիվանում է loft-ը loft-ը sense տեղադրելուց հետո մենք պետք է այստեղ ունենանք shape-երի տեսակներ, օրինակի համար, եթե մենք պտուտակ ենք մոդելավորում, օրինակ ռուսերեն ասած աթյուրկա, մենք պետք է հեշտականությամբ ունենանք այն shape-երը, որոնք պետք է նշանակենք մենք։ Այս պահին ես ցույց տամ օրինակի համար սրա այս եզրերը սահմանները, թե ինչ պրոֆիլից ինչ պրոֆիլ է փոխվում, հասկանանք, թե ինչ տարբերություններ ունենք մենք այստեղ սկզբում ինչպես է, այս հատվածում ինչպես է գնալով։ Օրինակի համար սկզբի համար պետք է ստե մենք մի հատ rectangle դնենք, այսինքն ավելի շատ այսպես քիչ փոքր չնայած այդ ընթացքում կարող ենք ղեկավարենք ինքը ինստանս կլինի սրա հետ հիմա ես այստեղ loft-ի այս line-ի վրա loft նշանակեմ ուրեմն այստեղ loft ուրստեղ get shape-ով պետք է այստեղ նշանակեմ որ սրա ուղղությամբ գնա օրինակի համար այս sense եղմեցի ինքը գնում է այս ձևով արդեն պետք է նշանակեմ ես քանի հատ պրոֆիլ ունեմ օրինակի համար մի հատ շրջանակ ունեմ այստեղ մինչև շրջանակը sense կտրված հատված կա բայց շատ չեմ մանրանում ընդհանուր պրինցիպը եմ ես ցույց տալիս այստեղ այսինքն մի հատ sense շրջանակ եմ ունենում հատ sense օղակ հետո գալիս է այստեղ վեցանկյուն այդ send հետո այդ նույնը կրկնում ենք այնտեղ այստեղ մի հատ ֆիլետ անենք corner radiuses side-երի քանակը այստեղ այսենց մի տեսակ ինքը շատ սուր չի եզրերը այդ ձևն է, հետո գալիս է այստեղ մի հատ այդ նորից ասենց օղակ է լինելու այսպես հետո նույն օղակից մի հատ շարունակում ենք հետո մեծ մեկ էլ մի հատ star ենք մեզ պետք star այսպես մի հատ տեսնենք քանի կողմանի է 6 է թե 8 անկյունը 8 է երևի թե նկարից ինչքան հասկացա 8 է այստեղ դարձնեմ 7 8 անկյուն ասեմ այստեղից որ դառնա spline edit spline ու այս կետերը վերցնում եմ ես բոլորին ասում եմ chamfer ասացի այսպես chamfer chamfer-ից հետո կարող եմ ասել fillet մի տետև այստեղ շատ սուր եղավ այսքան սուր չի կարող լինի այսպես այս հատվածը ոնց որ թե էլի օղակ է կարևորը մեթոդը թե ինչ ձևով է կառուցում ու գործիքը ոնց է օգտագործում մնացածը դուք կարող եք ավելի լավ ուրեմն այստեղից որ ես սրա վրա այս սրա վրա նշում եմ ու ցույց է տալիս որ այստեղ loft է դրված get shape եմ ասում օրինակ այստեղ տեսնենք այս սկզբում այս առաջի հենց սկզբում խաչ կա ասես դեղին խաչուկ կա զրոներ այստեղից որ փոփոխում եմ այս խաչուկը sense շարժվում է ես ասում եմ որ այստեղ ինչև կա այս հատված մոտավոր այստեղից ինքը արդեն դարած լինի կլոր
get shape ասում սրան օրինակի համար այսպես սկզբից սենց եմ գնում, հետո կղեկավարեմ արդեն մի քիչ հետ առաջ արդեն հետո կղեկավար ստեղ մի քիչ առաջ եմ տանում երեք F3-ը անջատած սենց կարանք միջև այստեղ հասկանանք որ ինքը լինելու է նորից օղակ հետո մի փոքր առաջ եմ տանում մի թեթև ու ասում սրանից է լինելու այսպես հետո գնում եմ մի փոքր առաջ նորից նույնից հետո դառնում է շրջանակ այսպես մի թեթև առաջ եմ տանում ասում ասես կլոր հատված մի քիչ եմ առաջ տանում ասում նորից կլոր հատված իհարկե չափերը մոտավոր եմ դնում, հետո փոխեմ նորից եմ ասում մի քիչ առաջ տանեմ ասեմ կլոր հատված այստեղ արդեն մեզ պետք է դնել մի հատ էլ արդեն սրանից կտրուկ ինչ պետք է անենք մենք գանք այս լոֆտի միջից shape վերցնում ենք այստեղ այստեղ այս սրանց չկարանք չանդառնանք որտեղ սրանց վրա այս shape բաժինը մտնենք կարող կոպիներ անենք եւ այստեղ տեղադրենք կամ shift-ը սեղմած copy-ով հանենք երկրորդ տարբերակը օրինակի համար սրանց ասում okay ստե մի հատ էլ ունեցա որը կարող եմ տանեմ եւ ավելի կտրուկ դա օրինակ ես F4-ը անջատել եմ գծերն անջատում ենք sense երևում է մենակ կառուցվող այս shape-երի գծերը այս shape-երը որոնց ինչ նոր նշանակումներ են կատարել այդ գծերն է երևում ստեղստակ հիմի ես հատվածում պետք է տեսնեմ թե ինչ ունեմ բաց թողած օրինակ այստեղ սա պետք է գա այստեղ ու ինքը մեծանա օրինակ այսպես դվադե վիճակով այսենց մի հատ կարամ ասեմ նույնից shape եմ ասում տանում եմ մի քիչ ավել ասում okay այսպես իրան տարա այսքան այստեղից հետո մի հատ էլ եմ իրան ասում shape-ը սեղմած այսպես okay բայց արդեն այսի սենց բերում եմ հետ այսենց բերում եմ հետ մի հատ եմ shift-ը սեղմում ու սենց copy եմ անում մի հատ սենց գիծես տեղ եմ ստանում այս այսպես այստեղ ես վերցրեցի ես չգիտեմ ինչի ես գիծը ոնց որ չի տալիս այս աստղի գիծը, դութանկյան գիծը ցույց չի տալիս, թե ինչ ձևով որտեղից եմ բռնում ավելի ճիշտ ես այստեղ նկատում եմ որ այս մի քիչ շատ մեծ է այսպես իրան կարող եմ փոքրացնեմ այսքան պրինցիպի այս սրանք էլ են մեծ այս երեքն էլ կարող եմ նշեմ ու ասեմ որ սրանք է փոքրանան այս վերցնում եմ իրան ասում որ կտրուկ լինի իդեպ այստեղ կարամ գանք մենք օրինակի համար այս կետերն ընտրենք եւ այս կետերը մենք դարձնենք ասենք օրինակ այս շրջանը այստեղ պետք է գալիս այս կետերը մի քիչ ավելի դուրս բերենք ասենք այս սրան ասում եմ անպայման կենտրոն գա այստենց այստեղ լոկալ եմ միացրած լոկալից դուրս եմ գալիս նայեք այստեղ ինչ անում եմ այս հատվածում այստեղ անդրադառնում է ինստանս է եղել այսպես եմ անում այսքան հատվածով այսպես սա արեցինք այստեղ կարող ենք մենք նաև մի հատ տեսնենք ոնց որ թե պատտվել է տեսնում եք գծից
մի թեթև ջուր պտտվածություն կա, այս հենց կարանք մենք ուղենք իրան, այս աստիճաններով, rotate-ով, ոնց որ մի թեթև ուղեցինք, բայց ամեն դեպքում գիտենաք, որ կարանք այս ձևով էլ ուղենք, այսինքն այս տեղի սրանց մնալը այդքան էլ կարևոր չի, որովհետև ստեղից մենք կարանք ղեկավարենք արդեն, այստեղ ուղղակի եթե ինչ-որ բան ենք ուզում փոխենք սրա վրա, կարանք փոխենք ստեղ և դե կփոփոխենք, բայց կարանք ընդեղը մեկից անենք, օրինակի համար այստեղ ես գալիս եմ ասում այս shape-ը մի քիչ հետ գնա, և այս shape-ն էլ փոքրանա, բայց ստե մի հատ պահ կա, ուղղակի շատ երկար վիդեոն չեմ ուզում լինի, այստեղ մի հատ ուրեմն rectangle-ա պետք ունենալ այս սրանից, այս սրանից, բայց ընթացքում այս կողքի հատվածները մի քիչ գնալով լայնացած, օրինակի համար ես սենց ասեմ, convert edit spline-ը կասեմ, այս տենց, կամ այս երկուսի վրա էլ կետեր դնեմ, refine ասեմ, ստեղ refine եմ ասում, իդեպ ստեղից այս ռեժիմը այս դարսնեմ նորից ուղանկյուն, ոչ թե շրջանաձև, այս տեսրանք, այս երկու գծերը, այս իդեպ էսի պիտի բերեն կենտրոն, այս սենց չի գալիս նորից լոկալ ապոխվե դեր համար այս սենց եմ ես անում և սրան ասում եմ, որ լինի ֆիլետ ընդհանուր ֆիլետ կարծում որ ավելի շատ այս հատվածները մի շատ թեթև այս հատվածները այս հենց այստեղ մենք այստեղ իրա 0-ից այս հետ ենք բերում բերում ենք այս խաչուկը օրինակի համար այստեղ ասում ենք get shape այս սրանից մի հատ տեսնենք ինչ-որ բան ստացանք ինչ-որ չգիտեմ լավ չի կտենանք ուղիղա ճիշտ սխալը կտենանք այստեղ մեր shape-ը այդքան է լավ չի ստացվել, բայց համանավանդ որ մեծ ա եղել ինքը ջնջենք, այդքան էլ ճիշտ չէր եղել, չգիտեմ ինչ պրոբլեմ տվեց, այս տեղած նույն ձևով չէր եղել, ինչն է խնդիրը, բայց ամեն դեպքում մենք ստացանք այս մոդելը, կարելի ասել մեծ հաշվարկով ինքը նույնն աստեղ, լույսից է մեր դերս զգում է, որ կարծես թե կլոր լինի այս հատվածը, այստեղի չապսերը իդեպ վերջում ոնց որ թե նորից կլորով ավեջ չանում այստեղ եթե մենք տանենք ամենավերջը այս 100-ից մի քիչ հետ բերենք սենց գեչև ասենք սրա վրա ինչ ենք ասում ստեղից ուրեմն գալիս ենք այս տեղից գալիս այս shape-ը վերցնում ենք այս տեղից ձեն սենց խաչա ցույց տալիս նշանակում է ինչ-որ բանի բռնել է ինքը այս սենց մենք ok ենք ասում ստեղից բերում եմ ստեղ
ուրեմն այս հատվածում ես մի հատ sense կլոր օղակ ստացա շրջանագից, բայց F4 որ սեղմենք, այստեղ կտեսնենք այստեղ մենք ունենք նորից այս աստղաձև հատվածը։ Հիմա այս բեկը բերեմ մինչև այստեղ ու այս հատվածում ուրեմն այս կարմիրով նշված հատվածը սենց այս 2D վիճակով վերցնում, մեծացնում եմ։ Իհարկե ոչ այսքան, այսենց, այս սրան, ասված մինչև վերջ ձգում եմ, այս էլ եմ ձգում, այս հատվածը, ես բռնեցի, ես եզրը ցույց է տալիս, որ այստեղ ինքը պրոֆիլը այստեղից է սկսել շարունակվել, դերից վերցրեցի, բերեցի մինչև այդ հատված։ Այսպես այսքանը կարծում եմ պարզ է, արդեն գործիքը, լոֆտ գործիքը ինչ ձևով աշխատում։ Իհարկե լոֆտից բացի ես դե ուրիշ գործիք չեմ ուզում կիրառեմ, որ հասկանանք լոֆտը ինչ անում։ Այնպես այստեղ ցանկացած հատվածում ինչ որ բան անելու համար այստեղ միջի, այստեղ այս տոկոսը փոփոխում ենք ու ըստ դրա տեսնում ենք ինքը այդ օրինակ այստեղ տեղին խաչուկա այստեղ գտնվում, այստեղ ինչ որ պրոֆիլ մենք պրոֆիլի հրաման տանք օրինակի համար, եթե ասենք այս սրանից պետք է լինի կամ սրանից նայեք, sense բան տեղի ունեցավ։ Բնականաբար այս պրոֆիլը կարող եմ վերցնեմ, նորից ասեմ, sense փոքրացնեմ։ Այսինքն կամ ստեղից իրան եթե մեծ է եղել, օրինակ համար delete եմ տալիս ու վերջ, բայց եթե ուզում եմ այս հատվածում օրինակ ունենանք մի հատ sense ուռած հատված, shift-ը սեղմում եմ, sense բերում եմ sense բան եմ ստանում, ասում եմ OK, ասում եմ instance թե այդ օղակը իրար instance լինի, թե copy instance եմ ասում։ Sense մի հատ այդ ստեղ կարամ ասեմ, մի հատ բարակ եմ ստանում, ասում OK, օրինակ եմ ստեղել, եթե էսի սեղմեմ, sense փոքրացնեմ, sense այսպես բան է, այստեղ կստանամ։ Այսինքն լոֆտի նշանակությունը, եթե նույն օղակն ենք հաջորդ տաբար ստանալու, կարիք չկա անընդհատ այստեղ ինչ որ սեղմել, կարող կոպիներով առաջ գնանք։ Այդքան բան, ես այս սրանք այսպես ջնջեմ, որ ես էլ կարող ջնջենք, մեզ պետք չի, այսքանով պարզ դարձա, որ այս ատվյուրկայի ասենք մոդելը կարելի է սրանով ստանալ։ Ես տեղ փոփոխություններ եմ արել, իհարկե շատ բաներով իրար նման չեն, ամեն դեպքում այսքան է այս դասին։ Չմոռանաք լայքերի եւ բաժանորդագրվելու մասին, այսքանը շնորհակալ եմ հաջողություն։